Գուշակությունը մեղք է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն քայլափոխի առաջարկում են հոգևոր ծառայություններ։ Աստղագուշակություն, սուրճի բաժակ նայել, տարրոք քարտեր, բյուրեղներ, հորոսկոպ եւ այլն։ Բայց իրականում այս բաները վտանգավոր են եւ ոչ միայն հոգևոր իմաստով։ Դրանք քանդում են մարդու կապը Աստծո հետ եւ բացում են դուռը մոլորեցման եւ նույնիսկ չար ոգիների համար։ Եկեք տեսնենք, թե որն է այս ամենի վերաբերյալ քրիստոնեության տեսակետը եւ ինչ է ասում այս ամենի մասին հենց ինքը Աստված։ Վերոհիշյալ բաների մասին Աստծո խոսքը հիանալի ներկայացված է Աստվածաշնչում։ Թող ձեր մեջ չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ դստերը կրակով զոհի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ մեռելահմա լինի, ոգեարծությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով։ Այդպիսի գարշելի բաների համար է Տերը նրանց վերացնում քո առջևից։ Բ օրինաց 18, 10, 12։ Այս համարում հստակ գրված է, որ Աստծո ժողովուրդը չպետք է ոչ մի կապ ունենա նման բաների հետ։ Լեռների վրա մի կերեք, մի զբաղվեք գուշակությամբ, հատկապես թռչնագուշակությամբ։ Ղևտացիս 19:26։ Այստեղ տեսնում ենք Աստծո հստակ հրամանը եւ պահանջը, որ իր ժողովուրդը չզբաղվի գուշակությամբ։ Ես դեմ կելնեմ այն անձին, որ ծառայի վհուկներին ու ոգեարծներին, ու կվերացնեմ նրանց իմ ժողովրդի միջից։ Ղևտացիս 26։ Այստեղ տեսնում ենք Աստծո կողմից լուրջ հայտարարություն եւ սպառնանք։ Աստված հայտարարում է, որ նա ինքը դեմ կդառնա այն մարդուն, ով կզբաղվի գուշակությամբ կամ կծառայի գուշակողներին։ Սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակություն անում ու ասում էին. այսպես է ասում Տերը, բայց ես Տերս չէի ուղարկել նրանց։ Եվ սկսեցին խոսքեր տարածել, չէ՞ որ սուտ տեսիլքներ եք տեսնում, սնոտի գուշակություններ եք անում, երբ ասում եք, թե այսպես է ասել Տերը, բայց ես Տերս չէի ասել։ Ուստի ասա ամենակալ Տերն այսպես է ասում, քանի որ ձեր խոսքերը սուտ են, ձեր գուշակություններն էլ սնոտի, ահա դրա համար ասում է ամենակալ Տերը, ես իմ ձեռքը երկարելու եմ ձեր եւ ձեր մարգարեների դեմ, ովքեր սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խոսում։ Այսօր էլ կան մարդիկ, ովքեր խոսում են իբրև թե Աստծո, սիրո, լույսի անունից, բայց իրականում մոլորեցնում են մարդկանց, եւ նրանց ասածն ու արածը հակասում է Աստծո խոսքին։ Գուցե կարողանաս ուժ առնել, չարչարվեցիր քո խորհուրդներով, թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ինչ է գալու քո գլխին։ Ահավասիկ նրանք բոլորը խռիվի պես պիտի այրվեն կրակի մեջ, եւ իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից։ Նստած է կրակի կայծերի վրա։ Եսայի 47, 13, 14։ Այս համարում Աստված ծաղրում է նրանց, ովքեր հույս են դնում աստղերի վրա, եւ հստակ ասում, որ աստղագուշակությամբ զբաղվող մարդկանց սպասվում է պատիժ։ Այսպիսով Սավուղը համաձայն Տիրոջ խոսքի մեռավ իր այն անօրինությունների պատճառով, որ գործել էր Տիրոջ դեմ, որովհետև Տիրոջ խոսքը չպահելով վհուկներից խորհուրդ հարցրեց։ Սամուել մարգարեն պատասխան տվեց նրան, սակայն նա Տիրոջը չխնդրեց, եւ Տերը սպանեց նրան ու թագավորությունը տվեց Հեսեի որդի Դավթին։ Սա հստակ պատմական օրինակ է։ Թագավորը կորցրեց իր կյանքը, որովհետև դիմեց մեռելների ոգիներին, ոչ թե իրական Աստծուն։ Սավուղը դիմեց վհուկների եւ կախարդների օգնությանը, այլ չդիմեց Աստծուն, ինչի համար ստացավ իր համապատասխան պատիժը։ Նույնը տեսնում ենք նաեւ Նոր Կտակարանում, որտեղ Աստծո խոսքը նույնքան հստակ է։ Եվ մինչ մենք աղոթելու ենք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ ոգի էր բռնել։ Նա իր գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս։ Նա Պողոսի եւ մեր հետևից ընկած աղաղակում էր ու ասում. Այս մարդիկ բարձրալ Աստծո ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին։ Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ եւ չար ոգուն ասաց. Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ դրա միջից դուրս ել, եւ նույն ժամին չար ոգին դուրս ելավ։ Գործք առաքելոց 16, 16, 18։ Կարդալով այս համարը հստակ տեսնում ենք, որ գուշակությունները գալիս էին չար ոգուց, այլ ոչ թե Աստծուց։ Մարմնի գործերը հայտնի են։ Այն է շնություն, պոռնկություն, պղծություն, ցանկասիրություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում, չարակամություն, սպանություն, հարբեցողություն,
անառակություն եւ սրանց նման ուրիշ բաներ։ Գաղատացիս 5:19-21։ Այս համարում հստակ տեսնում ենք, որ կախարդությունը բացահայտորեն համարվում է մեծ մեղք, այլ ոչ թե պարզապես խաղ կամ հետաքրքրություն։ Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների եւ պոռնիկների, կախարդների ու կռապաշտերի, հմայողների եւ բոլոր ստախոս ամբարիշների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է։ Այստեղ հստակ տեսնում ենք, որ կախարդությունը դա ոչ միայն մեղք է, այլև հավիտենական պատժի պատճառ։ Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։ Հայտնություն 22:15։ Այս համարում էլ հստակ տեսնում ենք, որ Աստծո արքայությունից դուրս են նետվելու կախարդներն ու կռապաշտները, այսինքն նման մարդիկ Աստծո արքայությունում տեղ չունեն եւ հավասար են մյուս հանցագործություններ գործող մարդկանց։ Ինչպես տեսանք, քրիստոնեության տեսանկյունից ցանկացած տեսակի գուշակություն, մոգություն եւ կախարդություն մեղք է եւ գարշելի Աստծո համար։ Իսկ հիմա եկեք այս ամենին նայենք տրամաբանորեն։ Առօրյայում մենք տեսնում ենք տասնյակ մարդկանց, ովքեր սոցիալական հարթակներում առաջարկում են տարատեսակ այդպիսի ծառայություններ, որոշակի գումարի դիմաց։ Ինչ եք կարծում, եթե այդ մարդիկ իրապես այդպիսի կարողություններ ունենային եւ կարողանային ապագան գուշակել, միթե սոցիալական հարթակներում ինքնագովազդով կզբաղվեն գրոշների դիմաց։ Միթե եթե մարդը ապագան գուշակելու կարողություն ունենար, արդեն իսկ միլիոնատեր չէր լինի օրինակ ճշգրիտ խաղադրույքներ անելով, կամ մեծահարուստ միլիոնատեր մարդկանց համար գուշակություններ անելով։ Սակայն մեզ հայտնի մարդիկ սոցիալական հարթակներում շարունակ ինքնագովազդով են զբաղվում հասարակ ժողովրդին մոլորեցնելով։ Կամ ինչպես կարող են աստղերը կամ մոլորակները, որոնք պարզապես տիեզերական մարմիններ են, կազմված մատերիայից, գազից, հելիումից եւ այլ տիեզերական նյութերից, գուշակել ապագան եւ այն իրադարձությունները, որոնք ձևավորվում են մարդկանց ազատ կամքով կատարած ընտրությունների արդյունքում։ Ինչպես կարող է օրինակ Մերկուրի մոլորակի դիրքը գուշակել, թե ես ինչ ընտրություններ եմ կատարելու իմ ազատ կամքով եւ գիտակցությամբ։ Աստվածաշնչում, երբ մարգարեները մարգարեանում են եւ ճշգրիտ ներկայացնում սպասվող իրադարձությունները, նրանց դրա մասին հայտնում էր անմիջապես Աստված։ Տիեզերքը արարողը, ով ժամանակից դուրս լինելով տեսնում է թե անցյալը, թե ներկան եւ թե ապագան։ Սա տրամաբանական է, որ Աստված, ով տիեզերքը արարողն է, մարգարեների միջոցով հայտնում էր, թե ապագայում ինչ է սպասվում։ Սակայն տիեզերքում արարված եւ անշունչ տիեզերական մարմինները, աստղերը, մոլորակները, համաստեղությունները կամ առարկաները, տառոքարտերը, սուրճի բաժակները եւ այլ այսպիսի առարկաներ չեն կարող որոշել, թե մարդկանց կատարած ընտրությունների եւ կայացրած որոշումների հիման վրա ինչպիսի իրադարձություններ են զարգանալու ապագայում։ Իսկ եթե տվյալ մարդիկ ներկայանում են որպես մարգարեներ եւ ասում են, թե Աստծո անունից են անում այդ ամենը, եւ հենց Աստված է հայտնում նրանց դա, Աստվածաշունչը մեզ հստակ հայտնում է, թե ովքեր են իրական մարգարեները։ Իսկ եթե ձեր մտքում ասեք, ինչպես իմանանք, թե Տերը չի ասել այդ խոսքերը, ապա իմացեք, եթե Տիրոջ անունից մարգարեի ասածը չի կատարվում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խոսքը չէ։ Մարգարեն ամբարշտությամբ է խոսել, նա չպիտի ապրի։ Բ օրինաց 18:21։ Սա նշանակում է, որ եթե անգամ մի փոքրիկ դետալ, նշույլ չի համընկնում ասվածի հետ, ուրեմն դա Աստծուց չէ։ Գուշակությամբ զբաղվող մարդիկ գումարի դիմաց գուշակություններ են անում։ Իսկ Աստծո մարգարեն Աստծո կողմից իրեն հայտնած խոսքը ինչպես կարող է վաճառել։ Աստվածաշնչի նոր կտակարանում մենք տեսնում ենք, որ կախարդությամբ եւ գուշակությամբ զբաղվող շատ մարդիկ ապաշխարելով եւ Հիսուս Քրիստոսին հավատալով հրաժարվում են իրենց այդ գործերից եւ այրում իրենց գրքերը եւ իրերը։ Շատերը նրանցից, որ հավատացել էին, գալիս էին խոստովանում ու հայտնում իրենց գործերը, եւ շատերը նրանցից, որոնք զբաղվել էին կախարդություններով, բերում էին իրենց գրքերը, բոլորի առաջ այրում էին եւ հաշվեցին դրանց արժեքը եւ գտան 50,000 արծաթ։ Այսպես էր Տիրոջ խոսքը զորությամբ աճում եւ հաղթում։ Գործ Քառաքելոց 19:20-18։ Նման գործերով զբաղվող մարդիկ նույն հնարավորությունը ունեն նաեւ այսօր հրաժարվել այդ ամենից եւ շարժվել Աստծո իրական խոսքով, Աստվածաշնչով։ Հուսալ տիեզերքը արարող իրական կենթանի Աստծուն, այլ ոչ թե նրա արարչագործության մաս կազմող տիեզերական մարմիններին կամ հասարակ առարկաներին։ Այսքանից հետո հարց է առաջանում. իսկ ուր գնամ, երբ հարցեր ունեմ։ Ում դիմեմ, երբ ապագաս անորոշ է։ Պատասխանն Աստվածաշնչում է։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ավետարան ըստ Մատթեոսի
11:28։ Աստված չարիքից հեռու պահելու համար է արգելում այս ամենը, ոչ թե մեզ զրկելու, այլ պաշտպանելու։ Ինչպես տեսակ, գուշակությունը սուտ հույս է։ Աստղագուշակությունը մոլորեցնում է։ Սուրճի բաժակները, քարտերը, քարերը ոչ մի հոգևոր ուժ չունեն։ Հոգևոր միակ ճշմարիտ զորությունը պատկանում է Աստծուն եւ նրա խոսքին։ Իսկ ճշմարիտ հույսը ունի անուն՝ Հիսուս Քրիստոս։ Թող նա դառնա ձեր ուղեցույցը, իսկ Աստծո խոսքը՝ լույսը։